Ողջույն, այս պահին ես Ազատության հրապարակում եմ, որտեղ այս օրերին Գիտության շաբաթ Հայաստան միջոցառման շրջանակում անցկացվում է գիտության փառատոնը։ Այստեղ կարող եք տեսնել գիտական տարբեր կենտրոնների, համալսարանների հետազոտական թիմերի, որոնք հանրությանը ներկայացնում են իրենց աշխատանքները։ Եվ հենց այստեղից Ազատության հրապարակից է Infocom-ը սկսում իր նոր ոդքասթը Հանրագիտը։ Այսօր իմ հյուրն է Կարեն Ավետիսյանը, որը Հայ-Ռուսական համալսարանի KAS լաբորատորիաների մեքենայական ուսուցման թիմի ղեկավարն է։ Ողջույն Կարեն եւ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Կարեն, դուք հետազոտություններ եք իրականացնում KAS լաբորատորիաներում կամ ինչպես հայերեն անվանումն է առաջատար ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնում, մինչև մեքենայական ուսուցման թիմին գալը կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ կենտրոն է սա եւ այստեղ ինչ ուղղություններով են հետազոտություններ իրականացվում։ Նայեք, մենք գիտահետազոտական կենտրոն ենք։ Մենք հիմնական ոնց որ ուղղությունները մեր մոտ երևի կարելի ասել 3-ն են։ Դա մեքենայական ուսուցումն է, դա ավտոնոմ համակարգերն են, ԱԹՍ-ների հետ կապված ռոբոտատեխնիկա նման բաներ։ Ու երրորդ ուղղությունը դա ծրագրային անվտանգություն եւ կոմպիլյատորների հետ կապված տեխնոլոգիաներ։ Հիմնականում այս 3 ուղղությունն է։ Եվ դուք ղեկավարում եք հենց մեքենայական ուսուցման թիմը, պատմենք մեքենայական ուսուցման թիմի մասին, երբ է ձևավորվել, ովքեր են միավորված ու արդեն կգանք մեքենայական ուսուցման թիմի հետազոտություններին հենց։ Ձևավորվել է թիմը 2017 թվականին։ Իրականում ամենասկզբից մենք 5 ուսանող ենք, կարելի ասել մագիստրատուրա բակալավրի ուսանողներ, 5 ուսանողներ են, այդ թիմը ձևավորվեց այդպես սկսվեց։ Նույնիսկ մեր ղեկավարներ, նոր մագիստրատուրա ընդունված մաթեր մեր այդ թիմի ղեկավարը, ոնց որ այսպես կոչված։ Ու այնտեղ այդ կետից սկսված մենք աճում ենք, հիմա արդեն 22 օքենք թիմում։ Իսկ հիշում եք ուսանող տարիներին ինչպես որոշեցիք, որ ուզում եք խումբ ձևավորել եւ այդ խմբով հետազոտություններ իրականացնել։ Նայեք, իրականում մենք ուսանողներով չենք որոշել այդ խումբը ձևավորել, ոնց որ ընդհանուր լաբորատորիան գոյություն ուներ, մեր այս KAS-ի ինչ որ մասը գոյություն ուներ արդեն ԵՊՀ-ում, այն մասը, որ զբաղվում էր ծրագրային անվտանգությունով եւ կոմպիլյատորներով արդեն կար ԵՊՀ-ում եւ ոնց որ ստեղծվել է այն մի մասն էլ, մեր մասն էլ, ոնց որ ստեղծվել է Ռուսաստանի համակարգային ծրագրավորման ինստիտուտի հետ մեկտեղ։ Այսինքն իրանք են եկել, ստեղ բացել, առաջին մատկանց ընդունել ու այդպես ոնց որ շարունակել զարգացնել այդ ամեն ինչը։ Կոմպիլյատորների թիմը ոնց որ կար արդեն այդ ժամանակ մոտ 7 տարի երևի արդեն 7-8 տարի ու որոշեցինք բացել նաև ինչ որ մաս Հայ-Ռուսական համալսարանում եւ արդեն մեքենայական ուսուցման ուղղությունով, Այդ թվում նաև մեքենայական ուսուցման եւ բոլորով միավորվեցիք մի կենտրոնի շուրջ։ Բոլորով միավորվեցինք մի քիչ ավելի ուշ ֆիզիկապես միավորվեցինք 2021 թվականին։ Արդեն Հայ-Ռուսական համալսարանում։ Արդեն Հայ-Ռուսական համալսարանում, Եվ ժամանակի ընթացքում փաստորեն մեծացաք, արդեն 20-ից ավելի հոգի։ Ժամանակի ընթացքում թիմը մեծացավ, արդեն 22 հոգի ենք։ Դե թիմը մեքենայական ուսուցման թիմը, բայց գիտեմ, որ տարբեր ուղղություններ ունեք, որոնցով հետազոտություններ եք իրականացնում։ Երևի սկսենք ամեն ուղղության մասին առանձին խոսել ու նկարագրել, թե այդ ուղղությամբ կոնկրետ ինչ աշխատանքներ եք տանում, որից սկսենք։ Որից ասեք, չգիտեմ։ Երևի կարող ենք սկսել ինձ ամենահոգեհարազատ թեմայից, որի միջոցով էլ ձեր թիմին բացահայտել եմ ձայն տեքստ եւ տեքստ-ձայն գործիքներից, որոնք երկար ժամանակ լրագրողները, նաեւ սոցիոլոգները, մարդաբանները այդ խնդրին էին բախվում, որ հայերեն գործիքներ, որոնք ձայնը տեքստի են վերածում եւ հակառակն են անում, չկային, եւ ձեր թիմը փաստորեն աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ։ Երևի պատմեք ոնց եկավ գաղափարը, որ ուզում եք հայերենի համար, տվյալներ մշակել, նման գործիք ստեղծել եւ արդեն այս պահին ինչ փուլում եք ու ինչ եք արել։ Ոնց եկավ իրականում ամեն ինչ շատ պարզ է, գիտնականի համար պետք է խնդիր, որը դեռ լուծված չի։ Այս խնդիրը դեռ լուծված չէր լավ մակարդակի, այսինքն OpenAI ինչ որ բան ուներ, Google-ը ինչ որ բան ուներ, բայց այդ ամեն ինչը չէր կարելի կիրառել
ռեալ կյանքում։ Հա, որովհետեւ վատ էին աշխատում այդ Որովհետև վատ էին գործիքները։ աշխատում, հա, ինչ որ բան չէին լսում, կուլ էին տալի, ինչ որ հնարում էին բարեր, հա։ Դրա համար մենք որոշեցինք ոնց որ այս խնդրով զբաղվել։ Մյուս կողմից էլ կար մեծ խնդիր տվյալների հետ կապված, հա, շատ քիչ տվյալներ կային անոտացված այդ խնդրի համար, որ պատկերացնեք, հայերենի համար, երբ որ մենք սկսել էինք, կար մոտավորապես բաց հասանելի մոտավորապես 20 ժամ տվյալ, որոնք որ անոտացված են, հա, այսինքն աուդիոն ու իր համադրեք տեքստը։ Իսկ օրինակ անգլերենի համար, երբ որ ուսուցանում եմ այդպիսի մոդելներ, միլիոնավոր ժամերի վրա են ուսուցանում, որ հասնում են այն մակարդակի, որը հիմա ունենք անգլերենի համար, հա։ Հայերենի համար քանի ժամ էր 20։ 20 ժամ, 20։ Ընդամենը 20 ժամ։ Սկսել ենք մոտ 2 տարի առաջ, 2.5 երևի տարի առաջ, հա, այդ 20 ժամ էր։ Հիմա մի քիչ ավել է, 60 ժամ կամ 70 ինչ։ Մեզ լսողների համար երևի պարզաբանենք, որ երբ որ մեքենայական ուսուցման միջոցով ինչ որ գործիքներ են ստանում, որոնք այս կամ այն հանձնարարությունը պիտի կատարեն, սովորաբար ահռելի տվյալներ են պետք լինում այդ հայերեն ասած վարժեցնելու, ավելի հայտնի տերմինը train անելու համար այդ գործիքները եւ հետեւաբար 20 եւ անգամ 60 ժամը ենթադրում եմ շատ Հա, համատելով անգլերենի հետ, որը հիմա բոլորս ընդունում ենք, որ անգլերենը լավ է աշխատում, հա, անգլերենը ուսուցանվել է, հա, վարժեցվել է միլիոնավոր ժամերի վրա։ Հետևաբար դուք պիտի գտնեիք ինչ-որ մի տարբերակ, որ այդ քիչ տվյալների հիման վրա կարողանայիք ստանալ գործիք, որը այդ ձայնը տեքստի կվերածեր կամ հակառակը տեքստը ձայնի կվերածեր ու ինչ լուծում ձեր թիմը գտավ։ Ճիշտ է, այսինքն մենք պետք է լուծեինք խնդիրը գոյություն ունեցող տվյալներով, հա, ստանայինք նորմալ, կարող է անգլերենի մակարդակի ճշտություն, հա, մենք չենք կարող ստանալ հիմա, դե որովհետև միլիոնավոր ժամեր նույնիսկ YouTube-ում հայերեն ընդհանրապես չկա, որ կարողանանք վերցնենք օրինակ YouTube-ից, հա։ Բայց մենք ստեղծել ենք ալգորիթմ, որը հիմնվելով այդ 20 ժամի վրա Իհարկե մենք ձեռքով էլ ինչ-որ քանակությամբ տվյալներ հավաքել ենք, օգտագործել ենք ալգորիթմական ինչ-որ հնարքներ, որպեսզի այդ ժամերը մեծացնենք, հա, ժամերի քանակը։ Իտոկում հիմա մենք ուսուցանում ենք մեր մոդելները մոտ 30,000 ժամի վրա, հա, եւ ստանում ենք այս արդյունքները։ Իհարկե միլիոններին դեռ չենք հասել։ Բայց եթե համեմատենք այն 20-ի ու 60-ի հետ, անհամեմատ արդեն մեծ են տվյալները։ Անհամեմատ, հա, ավելի մեծ է ու անհամեմատ ավելի լավ է աշխատում, այդ կարող եք տեսնել, հա, դուք ձեր։ Ես փաստում եմ, որ գործիքը լավ է աշխատում եւ ես գործիքը սկսել եմ աշխատել դեռ Ampool-ում, երբ նրա փորձնական տարբերակն էր թողարկված։ Այդ ժամանակ, երբ որ համեմատում եմ աշխատանքը հիմա եւ այն ժամանակ եւ հենց բարերը ճիշտ գտնելու եւ կետադրելու առումով, որակը անհամեմատ լավացել է։ Իհարկե տեղեր կան, որ դեռ ենթադրում եմ զարգանալու տեղ կա, բայց հեշտացնում է աշխատանքը ու այդպես իմ օրինակով եւ գործընկերներիս օրինակով կարող եմ փաստել, որ բավականին լավ աշխատում է։ Բացի նրանից, որ դուք գործիքը ստացել եք, հա, տեքստը ձայնի վերածող, ձայնը տեքստի վերածող, ընդ որում այն դեպքերում, երբ որ տեքստն է տրամադրվում գործիքին եւ փորձում է, հա, ձայներով ինչ որ ձայնի վերածել, տարբեր ձայներ կան եւ կանացի եւ տղամարդկանց ձայներ, ընդ որում այդ ձայներն էլ տարբերվում են իրարից, դուք նաեւ ինչպես հասկանում եմ, փորձում եք հայրենի տարբեր բարբառներ հասկացող եւ դրանք այդ երկու գործողություններն անող, հա, մոդելներ ունենալ։ Այս դեպքում ենթադրում եմ տվյալները շատ ավելի քիչ պետք է լինեն, եթե գրական հայրենի համար գոնե կարող ինչ որ 20 կամ 60 ժամ գտնել, ապա որտեղից եք գտնում ընդհանրապես տվյալներ բարբառներով, որ կարողանաք ձեր գործիքները, հա, ստանալ։ Իրականում տարբեր մարդկանց հետ, հա, համագործակցում ենք, որ այդ տվյալները ստանանք, նայեք, նույն տեքստը խոսքի վերածող գործիքի համար մենք նախնական ուսուցում ենք կատարում այդ մեծ տվյալների, հա, շատ տվյալների վրա, որ ոնց որ գործիքը սկսի հասկանալ, թե ինչ է հայերենը, այսպես անվանենք, հա։ Հետո արդեն շատ քիչ տվյալով, օրինակ 5 ժամ տվյալով մենք կարողանում ենք իրան այդ fine tune, հա, անել, որպեսզի արդեն կոնկրետ մարդու օրինակ ձայնով խոսա, կամ մաքուր խոսա, կամ օրինակ ինչ որ բարբառով խոսա, հա։ Այսինքն մեզ այդքան էլ
շատ տվյալներ պետք չեն։ Այն 30,000-ը, որ գրական հայրենի համար ունեք, հիմք է հանդիսանում, որ կարողանաք բարբառները արդեն հասկանալ։ Եվ ոնց որ հավաքել է արդեն 5-10 ժամ Արցախի կամ մենք լորվա, հա, ու Արցախի բարբառով խոսացող մոդելներ ունենք, արդեն այդքան դժվար չի։ Օրինակ համագործակցել ենք գրքասերի հետ, հա, որը մեզ տրամադրել է ինչ-որ քանակությամբ աուդիոներ, արդեն անոտացված, որոնք որ մենք օգտագործել ենք մեր խնդիրների համար։ Որ բարբառների համար արդեն ունեք մշակած մոդելներ եւ ինչ բարբառներ եք առաջիկայում նախատեսում ներառել։ Այս պահին ունենք Արցախի ու լորվա բարբառները, նախատեսում ենք իրականում տվյալներ ունենք մուշի համար, մուշը ուղղակի չենք կարողանում, որ լավ աշխատի, դրա համար չենք բացում, հա։ Դեռ նորմալ չի աշխատում, դրա համար չենք բացում, դրա համար երևի թե հաջորդը մուշը պետք է որ լինի, եւ արևմտահայերենը բարբառ չի հանդիսանում, բայց արևմտահայերենը որպես մոդիֆիկացիա լեզվի, հա, ինչ որ ուրիշ երևի սրանք են հələ մոտակա ինչ որ ավելացնելու ենք։ Այ հետաքրքիր է, որ մենք ունենք բարբառներ, նույն Արցախի բարբառը, նույն թեկուզ մուշի բարբառը, որոնք գրական հայերենից շատ խիստ են տարբերվում։ Այս տարբերությունը ձեզ չի խանգարում տվյալների մշակման, գործիքի ստացման աշխատանքներում։ Իրականում, նայեք, մի կողմից խանգարում է, մյուս կողմից 30,000 ժամը այնքան շատ տվյալ է, որ այնտեղ հանդիպում է Գյումրվա բարբառը, լորվա բարբառը, նույն Արցախի բարբառը, այնտեղ հանդիպում են։ Այսինքն այդ ֆոնետիկ, հա, ֆոնետիկ մոդելը տեսնում է այդ ֆոնեմները, հա, ինքը կարողանում է հասկանալ, թե ինչ հնչյուններ կան հայերեն լեզվի մեջ, հա, ու այդ մոդելին ավելի շատ է օգնում։ Ոնց որ ինքը չի սկսում անգլերեն հնչյուններից կամ ռուսերեն հնչյուններից, հա, սովորել հայերեն, ինքը արդեն հայերենի մեջ է, այսպես ասած, կոնտեքստի մեջ։ Գիտեմ, որ մի ուրիշ նախաձեռնություն էլ ունեք, որը փորձում է մարդկային հույզերը ճանաչել։ Ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե դա ինչպես եք փորձում անել, ենթադրում եմ, որ տեքստը ձայնի վերածող գործիքների համար կարողանան ավելի էմոցիոնալ, հա, այդ ընթերցումները լինել։ Հա, այս մասով ինչ եք նախատեսում ստեղծել, ինչ աշխատանքներ ունեք արած ու ոնց են այդ աշխատանքները ընթանում։ Նայեք, այս մասով մենք աշխատում ենք բժիշկների հետ, հա, պսիխոլոգների հետ, որոնք մեր համար անոտացնում են տվյալներ, այսինքն մենք ունենք օրինակ աուդիո, ինչ որ աուդիո մարդու, մարդը խոսում է, պետք է այնտեղ հասկանալ կոնկրետ պահին ինչ էմոցիա էր ապրում մարդը, հա, բնականաբար մենք չենք կարող անոտացնենք, որովհետև չենք հասկանում շատ դեպքերում։ Իհարկե կարելի է հասկանալ այնտեղ ուրախ, շատ պարզ բաները կարելի է հասկանալ, բայց որոշ տեղերում ուղղակի անհնար է։ Դրա համար մենք աշխատում ենք բժիշկների հետ, հա, որոնք որ մեզ կոնկրետ կարողանում են ասել, թե այստեղ մարդը այս էմոցիան է ապրել, այստեղ այն էմոցիան է ապրել, եւ ինչի համար ենք անում։ Իրականում հիմա ֆիքսվել ենք էլի աուդիոյի վրա, հա, ինչի համար դե առաջինը ճիշտ ասցիք, այդ ամեն ինչը կարելի է կիրառել հետո ուսուցանելու համար մեր տեքստից խոսք մոդելները, որ ավելի էմոցիոնալ խոսան ու մանավանդ որ աուդիո գրքերի համար էլ դրանք կարող են օգտագործվել, ենթադրում հերոսների էմոցիաները արտահայտելու համար։ Բայց իրականում մյուս կողմից մենք կարող ենք օգտագործել այդ գործիքները սկրինինգի համար։ Օրինակ, էմոցիաները կարելի է կիրառել տարբեր բժշկական սարքերի հետ մեկտեղ։ Օրինակ, մեր թիմը ունի SG-ի վերլուծության, ավտոմատ վերլուծության գործիք։ Հիմա մարդիկ ունեն այս ժամացույցները, հա, որոնք SG կարողանում են հանել։ Հայերեն սրտագրություն եք ասում։ Հա, սրտագրություն։ Ունենք օրինակ մարդու աուդիոն, օրինակ ունենք մարդու կարդիոգրաման, հա, ունենք սրտի, չգիտեմ, արագությունը աշխատելու, սատուրացիան, տարբեր պարամետրներ կարող ենք ունենալ։ Այդ ամեն ինչը իրար հետ կոմբինացնելով, հա, մենք կարող ենք մարդու մասին ինչ-որ ինֆորմացիաներ վերցնենք, միացնելով էմոցիաները այդ ամեն ինչի, մենք կարող ենք պարզել, թե մարդը ինչ հիվանդություն
ունի, ինչ կարող է ունենալ, հա, ու ընդհանուր սկրինինգ անել մարդկանց։ Դա ոնց է ենթադրվում մարդը խոսում է, այդ խոսելու ընթացքը ձայնագրվում է եւ այդ խոսքում եղած էմոցիաների եւ այդ բժշկական մյուս տվյալների հիման վրա փորձում է ինչ-որ մի մոդել կանխատեսել, թե այս մարդը ինչ խնդիրներ կարող է ունենալ, ճիշտ եմ հասկանում։ Օրինակ եկեք կոնկրետ խնդրի վրա, post-traumatic syndrome եթե վերցնենք։ Դուք կարող եք իմ հետ ես օրինակ չգիտեմ, պատերազմ է եղել, ես փախստական եմ, օրինակ։ Իմ հետ ինտերվյու եք անում։ Ինչ որ այդպիսի թեմայի հետ կապված, հա, հենց պատերազմի թեմայով։ Այսինքն դուք արդեն ունեք իմ վիդեոն, հա, ոնց որ նկարում եք ինձ, դուք ունեք իմ աուդիոն։ Ես կարող եմ դնել այդ ժամացույցը, հա, որ հանի իմ խոսալու ընթացքում ինֆորմացիան ինձնից ու այդ ընթացքում մենք կարող ենք հասկանալ օրինակ post-traumatic syndrome մարդը ունի թե չէ, տարբեր պարամետրներով։ Այդ իր էմոցիաներից ելնելով, իր չգիտեմ, միմիկայից ելնելով, հա, ու իր արդեն բժշկական պարամետրներից ելնելով։ Իսկն այդ խնդիրներից մեկն է։ Իսկ դրա կիրառությունը որտեղ կարող է լինել։ Օրինակ, եթե ստրես ունեցող մարդու հետ է բժիշկը աշխատում, ենթադրում եմ, պիտի իրենք տետ-ա-տետ հանդիպեն, ինչ-որ կոնսուլտացիա ունենան ու դրա հիման վրա բժիշկը իր հա եզրահանգումներն անի այդ մարդու առողջական վիճակի մասին, գործիքը պոտենցիալ ինչ օգնություն կարող է այս դեպքում հոգեբաններին կամ այլ մասնագետների ցուցաբերել։ Նայեք, մենք ոնց ասեցի սկրինինգ ենք անում, այսինքն մենք բժիշկները այդքան շատ չեն։ Բժիշկը չի կարող ամեն մարդուն գալ, ստուգել, հա, իսկ մեր գործիքները կարելի է ինչ է պետք, ծրագիր, մի հատ ժամացույց, հա, որը առանց այդ բոլորն էլ ունեն, ու կամերա։ Ու մենք դրանով կարող ենք շատ ավելի շատ մարդկանց ստուգել ու ասել օրինակ մենք կարանք ասենք մենք կարանք խորհուրդ տանք։ Որ այս մարդու մոտ վտանգ կա։ Հա, վտանգ կա, քո մոտ ինչ որ բանի վտանգ կա։ Արի դու գնա բժշկի։ Ու այդ մի կողմից բժիշկներից ինչ որ գործ հանում է, որովհետև մարդիկ չեն գնա, եթե խնդիր չունեն, չեն գնալու։ Օրինակ, հա։ Մյուս կողմից էլ մարդիկ կան, որոնք ուղղակի չեն կարող հասնել բժշկին, հա։ Չգիտեմ, գյուղերում ապրող մարդիկ կան շատ, հա, որոնք չունեն այդ Երևան չեն կարող գալ բժշկի մոտ։ Բայց մենք կարող ենք հասնել այնտեղ, հա, նկարահանումները օրինակ անում են, հա, մեր մոտ հիմա հոգեբանները կան, որ գյուղերով գնում են, հանում են։ Օրինակ իրանք անում են, մենք ռիսկը դիտարկում ենք, արդեն կարելի է ասել, գիտես, դու արի էլի բժշկի մոտ, հա։ Հասկացա։ Եվ այս դեպքում տվյալները, որոնց հիման վրա մշակում եք ձեր մոդելը, հենց հիմնվում եք հոգեբանների այդ կանխատեսման վրա, այսինքն տալիս եք մի քանի հոգեբանների, նրանք լսում են եւ ասում են, որ սա կարող է այս էմոցիան նշանակել, սա կարող է մյուս էմոցիան նշանակել, եւ ըստ այդմ դուք արձանագրում եք, որ ձեր մոդելին դրա հիման վրա եք սովորեցնում։ Այո, շատ ճիշտ է։ Այնտեղ իրականում տվյալները էլի, քանի որ մարդիկ անոտացնելը էմոցիաները շատ դժվար է։ Հա, ինքը մի քիչ սուբյեկտիվ երևույթ է, չէ՞։ Սուբյեկտիվ է։ Դրա համար մի քանի մարդ պետք է անի, որ իրանք ընդհանուր հայտարարի գան այդ մարդիկ։ Դրա համար տվյալները էլի այդքան շատ չեն։ Այսինքն փորձում եք կոնսենսուս լինի հոգեբանների միջև այս ամեն հարցով, նոր հասկացա։ Կոնսենսուսի ենք բերում, այդ ստացվում է, որ մենք քիչ տվյալ ենք ունենում, էլի այնտեղ որ ժամերով, հա, նայենք, հա, ոնց որ խոսքից տեքստի համար ենք նայում, տեքստից խոսք կամ խոսքից տեքստ խնդիրների համար ենք նայում, էլի ժամերը քիչ են։ Բայց այս դեպքում չի կարող այդ ձեր գործիքը աշխատել, որ երբ որ մարդկային ձայնին սովորում է գործիքը ու տարբերակում է, այդ ոնց որ նախնական այդպես ուսուցանեք ու հետո արդեն կարողանաք քիչ տվյալների վրա իրեն հետագա, հա, ավելի կատարելագործել։ Հա, իհարկե, մենք հիմա ոնց որ դեռ գիտական ուղղությամբ ենք, հա, ամեն ինչը գիտություն է, դեռ չունենք այդպիսի արդյունքներ, որոնք կարելի է ռեալ կյանքում օգտագործել, հա։ Տվյալների հավաքագրման փուլում եք այս պահին։ Տվյալների մենակ չէ, արդեն ուսուցանում ենք ինչ-որ մոդելներ, այդ պարալել գործընթաց է իրականում, հա, երկուսն էլ անում ենք, տվյալները շատ լինեն, էլի նորից կարելի է ուսուցանել, բայց ուսուցման ժամանակ դու կարողանում ես հասկանալ, թե ինչն է սխալ հենց մոդելի մեջ, ոնց որ պարալել գնում են երկու գործընթացը, Իտոգում, բայց մենք փորձելու ենք այդ քիչ տվյալներով նորից հետ են գալի են հին խնդրին, որ քիչ տվյալներով փորձելու ենք ստանալ շատ տվյալ, որ հետո օգտագործենք լավ մոդել ուսուցանելու համար։ Հոգեբանները հետաքրքրված են այս նախաձեռնությամբ։
հետաքրքրված են որպես գործիք իրանց իհարկե հետաքրքիր է, որովհետև կարող է օգնել։ Նայեք, նույն կարդիոգրամաների հետ կապված, հա, մարդու մենք շատ ավելի առաջ են գնացել, այնտեղ արդեն գործիքը կա, հա, որը կարելի է կիրառել։ Այս նույն ձեր նկարագրած սկզբունքով ուղղակի այդ սրտագրության արդյունքների հիման վրա կանխատեսել սրտի ինչ-որ խնդիրներ, չէ՞, սրտի խնդիրներ, հա, պաթոլոգիաներ ինչ-որ սրտի։ Այդ գործիքը արդեն կա, ու օրինակ կարդիոլոգների հետ, հա, մենք թեստավորումներ ենք անում, ու պատկերացրեք, կարդիոլոգը արդեն շատ երկար տարիներ կարդիոլոգ է աշխատում, հանում ենք կարդիոգրաման, ցույց ենք տալի իրան, ասում է SS ունի։ Մեր գործիքը ասում է SS, մեկ էլ S ունի։ Բժիշկը նամա գործիքին ասում է լավ, մի հատ ստուգեմ։ Ռեալ սիտուացիա եմ պատմում։ Նայում է, ասում է հա, ճիշտ է ասում։ Ես բաց եմ թողել, արագ եմ նայել, բաց եմ թողել, չեմ տեսել, ստեղ ցույց է տալու։ Իսկ կարողանում եք կանխատեսել պաթոլոգիաները։ Կարողանում է օգնել ոնց որ բժիշկներին։ Մենք չենք ուզում բժիշկներին փոխարինել։ Դե հա, բնականաբար այսպիսի բոլոր գործիքները օգնական գործիքներ են։ Անգամ երբ որ տեքստերի սղագրության գործիքի մասին ենք խոսում, միշտ պետքա վրայով անցնել եւ իր տված ինֆորմացիան ստուգել, որտեղ դա կանխատեսում է վերջինս։ Հա, իհարկե։ Այս դեպքում էլ նույն ձևով ինչպես որ հոգեբանների հետ համագործակցելով էմոցիաներն եք փորձում, հա, անոտացնել, այս դեպքում էլ բժիշկ սրտաբանների հետ համագործակցելով փորձում եք այդ արդյունքները սրտագրության վերածել ինչ-որ հնարավոր խնդիրների, հա, եւ այդպես վարժեցնել մոդելը։ Իսկ փորձել եք օրինակ ունենալ արդեն հաստատված հիվանդությունները, այսինքն այնպիսի պացիենտների տվյալներ ստանալ, որոնց դեպքում այդ նախնական հետազոտությունը կա, իսկ հետո հիվանդության հաստատում կամ հերքում կա, որը ենթադրում եմ շատ ավելի մեծ ճշգրտություն կմտցներ կանխատեսման գործընթացում։ Նայեք, ընդհանրապես տվյալները մենք ոնց ենք հավաքում։ Կարդիոգրամաների համար մենք արդեն մոտ 4 տարի է երևի զբաղվում ենք դրա համար, այնտեղ ագին առաջ ենք գնացել, որ պատկերացնենք, մենք ցանկացած տվյալը, որը որ մտնում է մեր այդ ուսուցողական խմբի մեջ, այդ տվյալների մեջ, դատասեթի մեջ, հա, այսպես ասված, ոնց է այնտեղ մտնում։ Մենք ունենք տարբեր բժիշկների հետ ենք համագործակցում, հա, ունենք նույն տվյալը, որը իհարկե այնտեղ չգիտենք ով է այդ մարդը, ինչ է, ոչ մեկ տվյալ, հա, գաղտնիությունը պահպանելով ոչ մի բան չգիտենք։ Մենք տալիս ենք մի քանի բժիշկի, նո 5 բժիշկի։ Եթե իրանք գալիս են իրանք իրար հետ չեն խոսում, հա, տարբեր տեղերից ինչ որ նույն դիագնոզներն են դնում։ Եթե իրանք եկան նույն դիագնոզի, մենք համարում ենք, որ այդ ճիշտ էր։ Շատ դեպքերում բժիշկները 5 մարդը 5-ն էլ տարբեր բան կարող են ասել։ Ինչ եք անում այդ դեպքերում։ Այդ տվյալները մենք չենք օգտագործում ուղղակի։ Այսինքն կոնսենսուս լինի 5-ի միջև, որ կոնսենսուս պետք է լինի մեծամասնության կոնսենսուսով իհարկե, բայց պետք է կոնսենսուս ինչ-որ լինի։ Հասկացա։ Այս դեպքում արդեն գործիքը ունեք, նախատեսում եք թողարկել կա հետաքրքրվածություն առողջապահական ոլորտում, հենց թեկուզ Հայաստանում կամ Հայաստանից դուրս գործիքի հանդեպ։ Այո, նայեք, մենք հիմա տարբեր տեղեր փորձարկումներ ենք անում, որովհետև բժշկական ոլորտը մի քիչ ավելի դանդաղ է, հա, այդտեղ չի կարելի sense մի անգամից մտնել, ինչ որ բան ներդնել։ Իսկ փորձարկման փուլերում ենք, բայց հա, գնում ենք դեպի ներդրման ու տենց այդ ուղղությամբ։ Մենք խոսում ենք ձեր տեքստի, հա, ձայնի գործիքների մասին, միայն հայերենի մասին խոսեցինք, բայց ինչպես հասկացա, ձեր ալգորիթմը, քանի որ ստեղծված է այնպես, որ փոքր տվյալներ ունեցող լեզուների համար աշխատի, ենթադրում եմ, եթե բացի հայերենից այլ լեզուներ վերցնեք, որոնց դեպքում էլի տվյալների սղություն կա եւ որոնք չունեն այդ գործիքը, պիտի որ կարողանաք գործիքներ ստանալ, մտածում եք այդ ուղղությամբ։ Այո, նայեք, ոչ թե միայն մտածում եք, այլ արդեն ինչ որ աշխատանքներ մենք սկսել ենք, օրինակ հիմա տա օրինակը հնչի, բայց Յակուտիայի հետ ուղղակի հանդիպել են կոնֆերանսներից մեկում, ասել են, որ սենց բան ունենք, իրանք էլ բա մեզ պետք է։ Հա, հասկացա։ Ու տենց որոշեցինք իրար հետ անել։ Իհարկե յակուտերենը, հա, ինքը էլի շատ փոքր լեզու է, ավելի փոքր է, քան հայերենը իրականում, ու հա, հիմա դրա համար փորձում ենք անենք։ Հետաքրքրություն լինելու դեպքում կամ հենց ձեր հետազոտական հետաքրքրությունների շրջանակում ուզենեք օրինակ հետագայում այլ լեզուներ եւս ներառել։ Նայեք, իրականում մենք արդեն, քանի որ հայերենը, այսպես ասած, արդեն
վերջավոր ինչ որ տեսքի ենք բերել, արդեն պետք է անընդհատ լավացնել ուղղակի, հա։ Հիմնական խնդիրները լուծվել են, կարելի է ասել։ Մենք իհարկե ուզում ենք հիմա մի քանի լեզվի վրա էլ ստուգել ու արդեն մեծանալ, տարբեր լեզուներ վերցնել։ Կարեն, հաշվի առնելով, որ բավականին մեծ թիմ եք եւ այսպես բազմազան հետաքրքրություններ ունեք, ձեր հետազոտական ուղղություններն էլ շատ բազմազան են։ Մենք խոսեցինք բժշկագիտական տվյալների հետ եք աշխատում, լեզուների հետ եք աշխատում ու նաեւ ինչ-որ հոգեբանական, հա, հույզերի, հա, ճանաչման գործիքներ եք փորձում ստանալ։ Կան ուրիշ պրոյեկտներ, որոնք նոր եք սկսել, որոնք ընթացքում են ու որոնց մասին կուզենայիք պատմել։ Հա, մենք մի քանի հետաքրքիր պրոյեկտներ ունենք, մեկը էլի ձայնի հետ կապված, պատկերացրեք, այստեղ մենք դնենք հիմա, չգիտեմ, դիկտաֆոն, հա, առանց S2 միկրոֆոնի, հա, սկսենք ձայնագրել, ու խնդիրը նրանում է, թե ոնց հասկանալ, որտեղ եմ ես խոսացել, որտեղ եք դուք խոսացել, այսինքն ոնց որ երկխոսություն, հա, սարքել։ Ну, ոչ միայն երկխոսություն, կարող է լինել 5, 10, 20 մատ, հա, խոսացող։ Անհատի ձայնը արդեն ճանաչի, ոչ միայն Անհատի ձայնը ճանաչել, թե ով ինչ է խոսացել։ Հա, իրականում այդ սղագրության գործիքին ինտեգրելը շատ արդյունավետ կլինի, որովհետև ես օրինակ անգլերենի դեպքում գիտեմ գործիքներ, որ ոչ միայն սղագրում է գրվածը, այլ նաև ասում, որ speaker A, speaker B, հա, առաջին խոսող, երկրորդ խոսող, հա։ Այդ խնդիրներից մեկն է, բայց այդ որպես ձայների ուղղությամբ, հա, շարունակություն, ձայնային տեխնոլոգիաների։ Ուրիշ ուղղություն ունենք, որ զբաղվում է կոդի օպտիմիզացիաներով, այսինքն մենք ունենք առանձին թիմ, հա, որը զբաղվում է կոդի անալիզով, հա, ծրագրային անալիզով, ու մենք էլ ոնց որ մեքենայական ուսուցման տեսանկյունից ենք մոտենում այդ հարցին, հա, փորձում ենք կոդերը արագացնել, օրինակ, հա, ծրագրավորողը ինչ որ կոդ է գրում, կարող է ոչ օպտիմալ լինի, մենք փորձում ենք մեքենայական ուսուցման շնորհիվ, հա, LLM-ներով արագացնել կոդը։ Ու երրորդը կապված է համակարգչային տեսողության հետ, պատկերացրեք, կան տարբեր խնդիրներ համակարգչային տեսողության մեջ, որոնց համար մենք չունենք տվյալներ, հա, կամ տվյալները շատ քիչ են, կամ տվյալները փակ են, ինչ-որ փակ խնդիր է, հա, չգիտեմ, ռազմական օրինակ, կամ բժշկական խնդիր է։ Համակարգչային տեսողություն, որ ասենք, երևի computer vision-ն էլ ասենք, երևի մեզ լսողների շատերի համար որպես computer vision հայտնի կլինի։ Հա, այդպես տարբեր խնդիրներ կարող ենք ունենալ, հա, տարբեր ոլորտներում։ Հիմա պատկերացրեք, մենք այնտեղ ամենամեծ խնդիրը տվյալներն են։ Մենք հիմա զբաղվում ենք այնպիսի գործիքի ստեղծմամբ, որը որ հիմնվելով Unreal Engine-ի վրա, հա, այդ խաղեր սարքելու դվիժոկն է։ Իրա վրա հիմնվելով մենք փորձում ենք ավտոմատացնել տվյալների հավաքագրումը կոնկրետ ինչ-որ խնդիրների համար։ Այսինքն, պատկերացրեք, օրինակ, չգիտեմ, պետք է հասկանալ, թե ալբանիակի նկար ունենք, կամ այստեղ դրված ինչ-որ բան ունենք, կամերա ունենք, որը նկարում է։ Պետք է հասկանանք, թե օրինակ այս օբյեկտը այսօր ստեղ էր, վաղը որտեղ հայտնվեց։ Օրինակ change detection, հա, այսպես կոչված փոփոխման։ Օրինակ զորքի տեղաշարժ, եթե վերենք ռազմական ոլորտի օրինակով բացատրենք, հասկացա։ Մենք կարող ենք այդ ամեն ինչը գեներացնել, այսինքն մենք կարող ենք իմիտացնենք ալբանիակի նկարը։ Մենք կարող ենք ստեղծենք ինչ-որ աշխարհ, օրինակ անապատ կարող ենք ստեղծել, կարող ենք ստեղծել քաղաք, տարբեր ձևերի քաղաքներ։ Արհեստական նկար գեներացնել։ Արհեստական աշխարհ ստեղծենք, ոչ թե նկար գեներացնենք, այլ աշխարհ ստեղծենք, որով կարելի է իբր տեսանկարահանում եք, հա։ Հա։ Ռեալ աշխարհ, ոնց որ խաղի մեջ ոնց ենք աշխարհ ստեղծում, որ կարող ենք քայլել։ Դրա նման աշխարհ ենք ստեղծում։ Կարող ենք եղանակը կառավարել, լույսը, օբյեկտները թե ինչ կլինի, հա, մեքենաներ, մարդիկ, կենդանիներ։ Դրանով ահռելի տվյալներ հնարավոր կլինի գեներացնել։ Այո։ Մենք, քանի որ մենք ենք ստեղծում, մենք գիտենք, որ օբյեկտը որտեղ է օրինակ գտնվում, հա։ Ու մենք ճշգրիտ տվյալ ունենք, հասկացա։ Ճշգրիտ տվյալներ ունենք ու ոնց որ դրանից ելնելով մենք կարողանում ենք տվյալների հավաքագրում անել, որը այդ սինթետիկ տվյալները, այդ գեներացված տվյալները արդեն նախնական ուսուցման համար շատ կարևոր են, հա։ Հիմա օրինակ ChatGPT-ն նույն, որը ուսուցանվում է, հա, ինքը շատ մեծ մասը, մեծ տոկոսայնության տվյալները արդեն սինթետիկ են, ինքն իրանով
գեներացված տվյալները։ Այսինքն մի կողմից դուք տալու եք այդ գեներացված աշխարհը, մյուս կողմից ասելու եք, թե որ օբյեկտը կոնկրետ որտեղ է գտնվում, եւ ինքը արդեն կարողանալու է հետագայում կանխատեսել։ Մենք գիտենք, մենք աշխարհը սարքեցինք, դրեցինք մեքենան այստեղ, հետո տեղափոխեցինք այնտեղ։ Երկու հատ նկար ենք անում։ Մենք ամեն ինչ բան ենք անում, չէ՞, կարող ենք կոնտրոլ ունենք ամեն ինչի։ Ստեղ ենք նկարում, երբ որ մեքենան ստեղ է, երբ որ մեքենան այնտեղ է, նկարում ենք երկու հատ նկար ունենք։ Մենք գիտենք, որ այս մեքենան ստեղից ստեղ տեղափոխվեց։ Այդ մի տվյալ։ Ու տենց միլիոնավոր անգամ։ Նախնական ուսուցում ենք կատարում մոդելի, որը որ բերում է նրան, որ շատ ավելի քիչ տվյալ է պետք, ռեալ տվյալ հետագայում, որ ինքը ռեալ կյանքում աշխատի։ Շատ ինձ երևի ամենաշատը ուղղություններից այս վերջինը հետաքրքրեց, բազմազան էին շատ ուղղությունները, եւ երևի որպես փակում նշենք, որ դուք ոչ միայն հենց հետազոտություններ եք իրականացնում եւ գիտական հոդվածների տեսքով հա ձեր արդյունքները տպագրում, այլ նաեւ փաստորեն պրոդուկտներ ունեք ինչ-որ դեպքերում եւ տեքստ ձայն տեքստ գործիքները արդեն առանձին ստարտափի են սպին-օֆ վերածվել, ունեք օգտվողներ, այդ ուղղությամբ ինչ-որ մտածում եք ստարտափը զարգացնել, ֆինանսավորումներ գրավել, ինչ փուլում եք։ Նայեք, իհարկե ունենք օգտվողներ։ Ես օգտվողներ։ Լրագրողները շատ են օգտվում, ճիշտը որ ասենք, հա։ Իրականում յութուբերներն են շատ օգտվում տեքստը խոսքի վերածելու տարբեր խնդիրների համար։ Հա, բայց նաև ունենք ներդնում ավելի, բիզնեսներ, բանկային ուղղությունով, բժշկական ուղղությունով, հա։ Դրա համար, հա, իհարկե զարգացում ենք, որովհետև ֆիդբեք ենք ստանում, որ չգիտեմ։ Օրինակ անունները, հա, ինչ որ լավ չենք կարողանում սղագրել անունները։ Դե որովհետև դրանք այնպիսի տվյալ են, որ հաճախ չեն հանդիպում խոսքի մեջ։ Հաճախ հանդիպող անունները կարողանում ենք, այնտեղ ինչ որ ունիկալ անուն կարող է գա, որ չենք կարողանում։ Ու իհարկե զարգացնում ենք, հա։ Եվ ֆինանսավորում արդեն ներգրավել եք, թե ձեր ռեսուրսներով այս պահին։ Չէ, հիմա ինքնաֆինանսավորվող այսպես կոչենք, հա, որովհետեւ քանի որ մենք ունենք ինչ-որ արդեն կլիենտներ ունենք, հա, որ ասում են բանկային, բժշկական, հա, այնտեղից ինչ-որ ռեսուրսներ գալիս են, որ կարողանում են մեզ հələ ոնց որ առաջ տանել, այսպես ասենք։ Կարեն, շնորհակալ եմ շատ ժամանակի եւ զրույցի համար։ Մեծ հիշեց։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Կարեն Ավետիսյանի հետ, որը Քաս լաբորատորիաների մեքենայական ուսուցման թիմի ղեկավարն է։